Իդեպ հեծի վերաբերյալ մի հետաքրքիր բացահայտում անեմ։ Սահմանադրական դատարանում, որ քննվում է, ազգային ժողովի падգամավորների 1/5-ի կողմից ներկայացված համապատասխան դիմումը, պատիվ ունեմ հանդես գալու որպես իրենց ներկայացուցիչներից մեկը։ Մյուս ներկայացուցիչը Արծվիկ Մինասյանն է։ Այդ վարույթի շրջանակներում ներկայացրել ենք դիմում, որ սահմանադրական դատարանում գործի քննությունը իրականացվի բանավոր ընթացակարգով։ Օրենքը շատ հստակ է ասում։ Ասում է, եթե առկա է գործի վերաբերյալ հանրային հնչեղություն, եւ եթե բանավոր քննությունը կարող է այն առավել արդյունավետ դարձնել, ապա իրականացվում է գործի քննությունը բանավոր ընթացակարգով։ Սահմանադրական դատարանը մերժել է նշված միջնորդությունը, որովհետև Սամվել Կարապետյան անուն ազգանուն եւ Հայաստանի Հանրապետության լինեն սովորական դատարաններ, լինեն մասնագիտացված դատարաններ, թե լինի նույնիսկ բարձր դատարանը, պետք է տեսնենք այսպիսի մի իրավիճակ։ Գործընկերներ, նաև ցանկանում եմ անդրադառնալ 3 տեղի ունեցած իրադարձությանը, քանի որ ես նկատեցի, որ նման հարցադրումներ էին առաջացել, նաև կարծես մամուլում էլ էր նման հանգամանքներ շրջանառվում Արցախի ներկայացությունում տեղի ունեցած քննչական գործողությունների վերաբերյալ, պաշտոնապես ամենայն պատասխանատվությամբ, ամեն բառի պատասխանատվությունը գիտակցելով հայտարարում եմ, Սամվել Կարապետյանը նշված գործողությունների հետ, նշված գործողությունների շրջանակներում հարուցված վարույթի հետ ունի 0 առնչություն։ Իսկ քրեական հետապնդումը անվարտованիա։ Ես կավարտեմ, կանդրադառնամ ձեր հարցին։ Կրկին արձանագրում եմ։ Ունի 0 առնչություն 3 տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ։ Նախաքննական գաղտնիքը չլիներ, կհրապարակեինք այսօր նաև փաստաթղթեր։ Բայց եկեք հետևյալ կերպ ձևակերպենք։ Մեր ձեռքի տակ կան իրավասու մասնավոր մարմնի կողմից տրված փաստաթուղթ, առ այն, որ Սամվել Կարապետյանը դրա հետ ոչ մի առնչություն չունի։ Մեր ձեռքի տակ կան ցուցմունքներ, որ Սամվել Կարապետյանը դրա հետ որևէ առնչություն չունի։ Այդ ամենը գիտեն քննչական մարմնում, այդ ամենը գիտեն դատարաններում, քանի որ առնվազն 4 դատական ակտ հաստատել է, որ այդ առնչությունը չկա։